Նախահաղության պայմանագիր են ուզում ստորագրել, ձեզ դուք տեղյակ եք։ Ես ոչ մի բանի չեմ հավատում, հասկանում եք։ Вообще սա խուլիգանություն է, ինչ որ մեր երկրում տիրում է։ Վարչապետը չի, մնացածն էլ նույն բաներն են։ Դուք չեք վստահում։ Ոչ մեկին ես չեմ վստահում, ոչ նախկիններին, ոչ ներկաներին։ Մեզ մի հատ նորմալ руководитель нам нужен նորմալն է։ Պատկերացնում եք ով կարող է լինել այդ առաջնորդը։ Չէ, չեմ պատկերացնում։ Չկա այդպիսի մարդ էլ գոյություն չունի։ Բայց այսօր Նիկոլ Փաշինյանը պատրաստում է ստորագրել մի փաստաթուղթ, որի կետերին հայ ժողովուրդը ծանոթ չէ, բայց այն ինչ լսում ենք Ադրբեջանից, սարսափելի է։ Եթե ստորագրվի դա, ինչպես կարող են կանխել այդ ընթացքը։ Կանխելը չգիտեմ ինչպիսի պայմաններում է դա կատարվելու, ուղղակի ես մի բան կարող եմ ասել, որ մենք Թուրքիի լծի տակ ենք լինելու, այսքան մի բան։ Դուք հավատում եք, որ Ադրբեջանի հետ հնարավոր է խաղաղություն։ Ես հավատում եմ, որ շուտով կլինի դա։ Ո՞նց եք հավատում, երբ որ Ադրբեջանը կրակում է։ Ադրբեջանը գալատ անեմ, գլուխներ պատովն է տալիս։ Մեր բանը Փաշինյանը այդ հարցը լրիվ կլուծի ու շատ լավ 100%։ Արցախը հանձնելուց հետո վստահ եք, որ կլուծի։ Ես վստահ եմ 1,000,000%։ Ինչով եք վստահ, տեսեք, Ադրբեջանի պահանջները գիտեք։ Ադրբեջանը ապուշ է, Ալիևը հիմար է, դրա համար այս բանը տենց լինում է, ամեն ինչ լավ անելու, մեր վարչապետը այդ հարցերը լրիվ կլուծի, ամեն ինչ նորմալ անելու ցավտանում, ու շատ լավ անելու, Փաշինյանը այդ հարցերը լրիվ լուծելու է։ Ոնց հիմքը որն է, որ դուք տենց Հիմքը Ալիևը հիմքը դրել է, այդ հիմքն էլ ինքը կանի, ինքն արել, ինքն էլ կանի ցավտան։ Ցավոք սրտի մեր մարդիկ այս ձևի են մտածում, որ մենք այս վիճակին ենք։ Ամեն ինչ այսինքն է։ Փաշինյանը ոչինչ չի կարող լուծել։ Ես ափսոսում եմ, որ նման դեբիլներ կան, որ այդ կարծիք ունեն։ Փաշինյանը երեք իր ջղածուկությամբ ցույց տվեց, որ նա չի կարող եղել, նա ցայտնոտի մեջ է։ Նա դեղ է առաջարկում ազգային ժողովի գիտակից պատգամավորին եւ շեշտակի լավ տեղին դրեց, որ այդ դեղը քեզ է պետք։ Իրոք նրան դեղ է պետք, որտեղ նրա մոտ զգացվում է ինչ որ խանգարումներ կա։ Եվ նման մարդը չի կարող այս երկիրը ղեկավարը եւ այս ծանր վիճակից այս պետությանը դուրս ժողովրդին ինչ որ ճանապարհ գտնի։ Հիմա այս խաղաղության պայմանագիր կոչված փաստաթուղթն են գնում ստորագրելու, ասում է ժամն ու օրն է մնացել որոշել, բայց մեր ժողովուրդը չգիտի դա ինչ պայմանագիր է, չպետք է մենք ազգովի պահանջենք, որ նա հրապարակի հստակ թե ինչի տակ է ստորագրելու գնում։ Դա գիտեք ինչ, իմ կարծիքով դա բլեֆ է, այդ փաստաթուղթ չի, ուղղակի նրանց ցուցադրելու համար, որ խաղաղություն ենք ուզում, խաղաղություն ուզում, բայց այդ խաղաղություն, այդ կետերը ոչ մեկը տեղյակ չի, ինչ է գրված։ Միայն այդ խաղաղության թուղթը ձեռք է բերել տարածքներ հանձնելով, որ Ադրբեջանին հանձնում է մեր հայկական տարածքները։ Այդ փաստաթուղթին ոչ մեկն չի հավատում։ Այդ փաստաթուղթն որ այդպես ռեկլամ են արում աշխարհով մեկ գովում են, այ տեսեք արտասահմանից ինչ հավանություն են տալիս այդ փաստաթղթին, բայց ուր այդ փաստաթղթի արդյունքը որն է։ Երբ որ Ալիևը այդ թուղթը համարում է ինչ որ մի թղթի կտոր եւ հաշվի չի առնում, եւ այդ պայմանագիր իրենց այդ գովաստանքի զուգահեռ Ալիևը նոր տարածքներ, նոր պայմաններ է դնում։ Եվ սրանք ցայտնոտի մեջ են, չգիտեն իրենց սուտ խոսելը ինչով արտարացնի։ Դուք կարծում եք խաղաղության պայմանագիր փուչիկը պայթել է արդեն։ Վաղուց է պայթել։ Առաջի օրվանից, երբ որ նրանք հայտարարեցին, որ մենք խաղաղության խաչմերուկ ունենք, խաղաղության փաստաթուղթ ունենք, նրանք բոլորը փուչիկ էին։ Ուղղակի նրանք նախընտրական արշավը նման է դեբիլների համար հող են պատրաստում, որ ձայներ հավաքին։ Ես ցավում եմ, որ նման մարդկանց հետ երկարացնում եք հարցազրույցը։ Լավ, իսկ դուք պատկերացնում եք ինչ կկատարվի, եթե այնուհանդերձ ստորագրվի այդ խաղաղության պայմանագիրը, երկու կողմից Ադրբեջանն էլ ստորագրի, Հայաստանն էլ, իսկ Հայաստանը հակված է, որ անպայման ժամ առաջ ստորագրվի, իսկ այդ կետերին որքանով մենք արդեն ծանոթ ենք, ասենք օրինակ 350,000 ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, նոր սահմանադրության ստեղծում, որտեղից պիտի հանվի շատ կարևոր շեշտադրումներ, մասնավորաբար Արցախի հետ կապված, միջազգային հայցերից, որոնք մենք ներկայացրել ենք
Ադրբեջանի դեմ պիտի Հայաստանը հրաժարվի, հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից պիտի հրաժարվի եւ այսպես շարունակ։ Ինչի առաջ կկանգնի Հայաստանը, եթե հանկարծ իսկապես ստորագրվի այդ խայտառակ փաստաթուղթը։ Պատերազմի։ Նրանք ինչքան էլ ասեն, որ մենք խաղաղության պայմանագիր ենք կնքել եւ ապահով ենք, դա իմ թվում ոչ մի բանով չի երաշխավորված։ Իրենք էլ են ընդունում, որ մենք չենք երաշխավորում, վաղը պատերազմ կլինի, թե չի լինի։ Իսկ տարածքների հանձնել այդ փոխզիջումները դրանց շարունակական է։ Ալիև այնքան պիտի պահանջի, մինչև Հայաստանը վերացնի։ Շատ մտահոգիչ է, բայց մենք չգիտեմ մեր ձայնը ինչքանով կանցնի այդ ամեն ինչին։ Իրանք արդեն որոշել են իրանց մեջ։ Բայց ժողովուրդը չպետք է վերջո ոտքի կանգնի։ Պետք է կայնեն, բայց երբ կա ինչ-որ մի լիդեր, որ իր կողմը կարան հավաքվեն, իր շուրջը հավաքվեն։ Դուք չեք տեսնում որևէ մեկին ընդդիմություն։ Չգիտեմ։ Ես ոչ մեկի չեմ տեսնում։ Իսկ Նիկոլ Փաշինյանի հանդեպ վստահությունը Հիմա արդեն չկա, ինչ կիսով չափ պակասել է։ Կիսով չափ պակասել է։ Հա, պակասել է, կիսով չափ պակասել է։ Այն ինչ որ 18 թվիներ, կիսով չափ պակասել է։ Դուք որոշ չափով տեղյակ եք, ասենք ինչ փաստաթուղթ է այդ խաղաղության։ Չէ, ճիշտ ասած չեմ, տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ ինչ որ արվում է, սխալ է արվում։ Մեր ժողովրդի օգտին չի։ Ասենք օրինակ պատկերացնում եք 350,000 ադրբեջանցիներ Ալիևի պահանջով պիտի գան Հայաստան, այդ կետերից մեկն է։ Պատկերացնում եք ինչ։ Էդի անընդունելի է արունահեղություն ալնելու։ Անկախ ամեն ինչից գան չգան, իրանք արունահեղություն է, ոչ մեկին չի հանդուրժելու։ Գուցե հենց իրենք Թեկուզ մենք չենք հանդուրժելու, ոչ էլ իրանք չեն հանդուրժելու։ Որտեղ մենք շատ զոհեր ենք տվել ու շատ բան ոչ մեկ չի հանդուրժի։ Օրինակ ասում են հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից։ Այդ ամենասխալ բանն ալնել մեր համար։ Ամենասխալ բանն է, ամենացավոտ բանն է, որ դա չպետք է լինի իրականում։ Մենք դարեր արդեն 100 տարի ավել ապրում ենք այդի, եթե արդեն քանի որ երրորդ ծերունդն եմ ու այդ առաջ հիմա խոսում եմ արդեն մարմինը դող է գալիս, դա բան պիտի արվի։ Դա սխալ է։ Անկախության հռչակագիրն են ասում փոխեք, հանեք, հեռացրեք Ալիևի պահանջն է։ Էդ էլ է սխալ, որտեղ այն առաջի բաները իրանց մոտ է, իրանց քաղաքը, իրանց սահմանադրությունով է իրանք ճանաչում Հայաստանը, իրանց օղը, իրանց սեփականությունն են ճանաչում, իրանց սահմանադրությամբ, լրիվ սխալ է։ Անընդունելի է, մենք այս իշխանությանը չենք վստահում, ոչ մի բանի հետ համաձայն չենք եւ պայքարում ենք, ամեն փողոցային պայքարին մենք մասնակցել ենք։ Իսկ ինչպես անենք, որ կանխենք հերթական վտանգը։ Մի փաստաթուղթ է ստորագրում, որին այո հաջողորդը ծանոթ է, բայց ինչքան գիտենք հակահայկական է։ Ինչպես կարող են կանխել այս Դե ինձ թվում է փողոցային պայքարով միգուցե ժողովուրդը պետք է արթնանա, սթափվի փողոցային պայքարով։ Դուք կողմ եք, որ 350,000 ադրբեջանցիներ Ալիևի հրահանգով հիմա թիվը ավելանում է նաև բնակեցվեն Հայաստանում։ Իհարկե ոչ։ Այդ կետերից մեկն է։ Ինչ հետևանքներ դա կունենա։ Ահռելի վատ հետևանքներ։ Կասիմիլացվեն մեր ազգին, հետագա սերունդները ազերիներ կնեն, մի խոսքով վատ հետևանքներ։ Ու Հայաստանը կթրքացվի։ Կետերից օրինակ մեկը նաև այն է, որ Հայաստանը պարտադրում են Հայաստանին Ադրբեջանը պարտադրում է, որ պետք է նոր սահմանադրություն մենք հանրակրվե արվի եւ ընդունենք նոր սահմանադրություն։ Դեմ եմ իհարկե որևէ պարտադիր բանին ամանավանդ Ադրբեջանի կողմից։ Պարտադրանքի հատկապես որ սահմանադրություն փոխվի ի վնաս մեր պետության եւ ազգի։ Մյուս կետը ասեմ, պարտադրում է, որ Հայաստանը հետ կանչի միջազգային բոլոր հայցերը Ադրբեջանին ուղղված։ Դեմ եմ։ Իհարկե ոչ։ Պահանջում է իր համար ցանկալի տարբերակով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացում տրամադրում։ Վատ հետևանքներ ունենա, ահռելի կատաստրոֆիկ հետևանքներ ունենալու այդ ամեն ինչը։ Ահռելի կատաստրոֆիկ մեր ազգի, մեր պետության, մեր ժողովրդի, մեր անկախության համար։ Այսինքն այն կետերը, որոնք արդեն կան, միաժամանակ անկախության հռչակագրից են ասում հրաժարվեք, որովհետև հռչակագրում հստակ գրված է Արցախի հետ կապված մեր դիրքորոշումն է արտահայտված եւ մինչեւ վերջ պահանջում են, որ Հայաստանը հրաժարվի Արցախից։ Դեմ եմ, իհարկե։ Այս բան ստացվում է, որ կոնկրետ ղեկավարությունը հրաժարվել է այս բանին, հետագայում չգիտեմ ոնց կլինի։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը ինչ պայմանագիր է ստորագրում, որի անունը խաղաղության պայմանագիր է։ Չէ։ Իսկ դու գիտես, որ հրաժարվում են հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից, Արցախից։ Հա, գիտեմ։ Եվ ո՞նց եք վերաբերվում։ Շատ վատ։ Ես դեմ եմ դրան։ Միասնական պետք է լինենք։ Ոչ մեկին էլ հայտնի չի, բացի Իրանից։
Ինքը այնքան տականքա, որ ինքը իրան ամեն ինչը իր ներսով անում է, ինքն իրան գիտի, թե ինքը ամենագիտունն է։ Իսկ որոշ բաներ ցես հայտնի չեն, Արունակ Ալիևը հստակ պահանջներ ա դրել 350 Դե կատարում է դրա համար էլ ներկայացնում է Ալիևը։ Անում է։ Ինչ ուզում է, ինչ ուզում է տալիս է, որ իրական գանել ուզի, իրական գանու աղջկան է կտա։ Այդքան է։